Այս նյութով ուզում եմ խոսամ ծառերի տեսակների, հատկապես այն ծառերից, որոնք թեկուզ շատ գովաբանում են և արագաճող ծառեր, բայց իրանց բացասական կողմը ավելի շատ ասեմ, խոսքը հենց կանադական բարդի կոչված ծառի տեսակից է։ Խոսքերից մեջ ինչ-որ միտում չկա, որ այդ ծառերը չտնգեք կամ եւ այլ, ես իմ կարծիքն եմ արտահայտում, իմ փորձից ելնելով եւ որպես հետևանքներ նյութ ստեղծելով ձեզ եմ ներկայացնում։ Ինչի եմ դա ասում, որտեվ շատ տեղերում, երբ որ կանաչապատման գործողություն ուզում արվի մեծ պուրակներում, բակերում ընդհանրապես պետք չի բարդի ունենալ, որտեղ իրանք շատ միջատների համար, վնասատուների համար, հիվանդությունների համար լավ բարենպաստ պայմաններ են ստեղծվում, որն էլ ստիպում է, որ կամ վատ հիվանդոտ չորուկներով վթարային ծառեր ունենաք այգում, կամ էլ ձեզ ստիպելու է, որ անդադ քիմիկատ օգտագործեք, իսկ կանաչապատման բուն նպատակն է, որ մարդու շրջապատը, տարածքը մաքրել եւ թթվասնով հարստացնել։ Խոսքս ուղղում եմ հենց այն բարդիների տեսակները, որոնք կանադական էլ կոչվում է, նորից եմ ասում, չեմ ասում չտնգեք, գիտեք, ոնց կուզեք, ես իմ կարծիքն եմ ասում, միշտ ես իմ բաներով տեսնելով, այս եզրակացությանը մեկ է, որ այս ծառը մեր կլիմայի համար չի, հատկապես շոգ տեղերի համար, ինքը ամռանը տերևա թափել է լինում, չհաշված իր որդու բլոշները, շատ աղբ ստեղծում, փայտը միշտ նուրբ է։ Հիմա էկրանը թեքեմ եւ միասին տեսնենք հետևանքները։ Ուրեմն սա այդ ծառա տեսակներից է։ Այս կանադական բարդինա լայն տերևով իբրև արագաճող եմ ասում իբրև, որտեղ մեր կլիմական պայմաններում ինքը այդքան էլ արագ չի աճում։ Շատ ջուր է սիրում, շուտ ամառվա կես, այսպես կիսատերևաթափ վիճակ է լինում, միշտ տակը աղբ է լինում, միշտ սենց մատղաշիվեր, սա բոլոր ծառերն էլ լինում է, որ սենց հորաշիվեր են տալիս, օրինակ այս տարածքը բարդիներով պուրակ է սարքած, այս սպիտակը էլի համեմատած ոչինչ, էլի սա ավելի դիմասկուն ծառա, սպիտակ քոքով բարդին, բայց էլի ինքը համարվում է բարդի։ Հիմա անցնենք բուն վերքին, նայեք, նկատեցի չոր զանգված, նայեք, չոր կեղև, նայեք, որտեղ բացենք, չէ, ձեռքից վակի գործիք չկա, ստեղ մոնտաժի աշխատանքի համար եմ եկել, որտեղը բացենք, սա միջատների, հեսա նայեք, ինչ միջատ ասես, պաղկվում է, ինչքան էլ բուժումներ ուզենաս անես, չոր կեղևի տակ ավելի շատ վնասատու է լինում, նայեք, օրինակի համար, նորից եմ ասում ձեռքից գործիք չկա, նայեք, սա պոկել եմ այս միջատներից պաղկված, փայտի մակերեսը որ նայեք, երևում է, չէ, ասենք, ինչերա մեջը, նայես, սենց լավ, դե կարող է նյութը նայելով ասեն, դե ամեն հին ծառի մեջ էլ տես բան է լինում, պարզապես այս տեսակի ծառերը շատ է վնասվում, միշտ ворթ է ընկնում ինքը, միշտ քայքայվում է, ու այս չոր կեղևները, ու հետո ինքը ուժեղ է, թազա շիվերա տալի վերականգնում է, բայց այս բաները բարենպաստ պայման է ստեղծում տարբեր հիվանդությունների, տարբեր վնասատուների, դու էլ կամ չես կարում էլ տիրություն անես, նայեք թրթուրի բանը մեջը, մրջունների բուն, չգիտեմ ինչ ասես, ինչն է ասած Ժորժ ջան, կանաչապատեք այնպիսի ծառերով, որոնք ավելի դիմասկուն են, ավելի ամուր են, ավելի երկարակյաց են, քամուց վթարային չեն դառնա, շատ քիմիկատներ չեն պահանջի քեզնից, այսքանը հիմնականում Ժորժ ջան, էսի որպես օրինակ, որ ինքը շատ շուտ հիվանդացող, վնասվող ծառատեսակ է։ Մի խոսքով լավ մտածեք, ճիշտ ծառեր տնկեք, խոսքս նորից եմ ասում, չեմ ասում այս ծառից մի տնկի, բայց վերլուծություն արա, ինչ ծառ ես տնկում, իր արմատը ուր է հասնելու, ինչ դրական եւ բացասական հետևանքներ կամ արդյունք ես ունենալու։ Նյութի մասին այսքաններ ստեղծեք, արարեք, կանաչապատեք, ճիշտ բուսականությամբ, ճիշտ պայմաններ ստեղծելով, որ երկարաժամկետ դրական լավ արդյունք ունենաք։ Այսքանը։